Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Շատ բարձրացնող է նա շնորհակալություն ավականու անդամներին ովքերից նստարել։ Ես կարող եմ մի բան ասել, որ երբեք ձեր նստավությունը տեսեք ժողովրդի եւ ձեր նստավությունը երբեք չեք հանգած ամաչի ինքնաբարել։ Ինչքան էլ սարքելը շատ ուշ է ստացվում է ճիշտ ասած, ամենահավանականը մեր ազգի մեջ մենք շատ ավելի տեղական կողմեր ունենք և ես ուզում էի, որ ասենք ազգի մեջ ավելի տեղականը շատ լիներ կամ բացասական։ Մի խոսքով ես շնորհակալություն եմ հայտնում և մի բան եմ ուզում ասել։ Սուրբ Գիրքն ասում է, թե լավ է Աստծո կամքով մի որբ լինեի, քան մարդկանց կամքով թագավոր և իշխան։ Ես գտել եմ Տիրոջը և ասել եմ։ Նախ ես մի քիչ առաջ ասեցի, որ մարդկային խեղով ինձ պետք չէ։ Եթե ոգիս հելադրում է, դուք հավատացեք, որ մարդը պետք է ոգում խեղը բավինար կտանի գործանար։ Նամանավանդ մարդիկ ոգին ինչ-որ հելադրում է, այդպես առաջնորդվեք, օրինակ ինձ այդպես առաջնորդնել է իվերից։ Եթե դուք եք ամեն ինչը մարդի միջից գալիս է, ոգի ես։ Որ Դատևացին ասում է, թե ոգին ինչ է, ոգին ուր է և անձուտ, լույս թափանցիկ, հող անվայրապան։ Տեսեք, ոգին ուր է և աննյուտ, նյութը հայտը պիտի վարենք, որ ջերմություն ստանանք, բայց ոգին աննյութից ջերմություն է։ Ինքը լույս է, որ մենք տեսնում ենք, մտքով սավառնում ենք, ոգին լույս է։ Եվ հողն է, շունչ է, տեսեք, որ հոգին տալիս ենք, մարմինը ջերմությունը գնում է, մարմինը անշնչանում է, շունչը դուրս է գալիս մարդու բերանից։ Եվ ասում է, քանի հոգի է, չի ասում, քանի մարդ է։ Այսինքն, եթե կարևոր հջիրներ պիտի կայացնեք ձեր հոգում, ձեր մեջ, ուրեմն անպայման հարցնեք ձեր հոգում, ինչի է թելադրում։ Իհարկե կարող է և ամեն ինչ անել, որովհետև ես չեմ տեսնում, որ այսօր երկիրը դեմոկրատական ճանապարհ է։ Ես չեմ տեսնում այդ ամեն ինչը աշխատել է նախկին երկու նախագահների հետ և այսպես ռեպրեսիաներ, այսպես բաներ ես չեմ տեսել։ Մի խոսքով չեմ ուզում ես հիմա անցնել այդ դաշտ, հետական ցույց կտա։ Բայց մի բան գիտեմ, որ Երանի խաղաղասերներին, հանուն երկրի, հանուն քաղաքի կարելի համբերատար լինել, պահերի մեջ։ Եվ ես երբ որ ասում էի սուբորդինացիան կպահեմ ես այդ սուբորդինացիան, բայց եթե հանդարտ որևիցե մեկը ուրիշ ձերի իրեն պահի, ուրեմն անպայման միանշանակ ես իրան փոխահատուցեմ նույն սկզբունքով։ Ես այդպես մեծացել եմ, այլ ձևի չեմ կարող ապրել, իմս այդպիսին է։
Կարող է ես խոնարհվեմ, ոտքի տակը համբյուրեմ, հանուն Աստվածային սիրո եկեղեցուն բան, հանուն Աստվածային սիրո, բայց մարդկային պահով ինձ վախեցնել չկա։ Սեմ արմինս խոդրել, հոգիս չեն խոդրի, միանշանակ ես հետ սկզբում խոդրել։ Եվ մի բան գիտեք, որ մարդկանց հետը մի բան չեն արել, թողեցին ու գնացին։ Ամբողջությամբ թողին, գնացին, բան։ Այսքան քրեական գործերը վրես ես եկես ստացել եմ ես պարտականություն։ Դա ևս ցույց է տալիս հայրենիք սիրել, ճշմարտությամբ ջադագով լինել։ Ես ևս մեկ անգամ ուզում եմ բոլորիցը շնորհակալություն հայտնել ու դուք կտեսնեք, որ ոնց որ առաջ էր, որ ասում էին, թե մինչև 99 թվականին քաղաքապետարանի և ժողովրդի մեջ անդունդը առաջացած։ Իմ գալուց հետո գյումրեցիներն ասում են գնանք մեր հերանցնում։ Գյումրու քաղաքապետարանը դարձել էր ժողովրդի հերանցումը։ Ճարահատյալ, ես չգիտեմ, բոլոր հարցերով գնում էին քաղաքապետից մոտ։ Ուրեմն տալիս էին քաղաքապետարան։ Ես դա անպայման նորից կվերականգնեմ։ Ես ամեն շաբաթ 2 հատ ընդունելություն եմ արել։ Ուրբաթ օրերը մասսայական, շաբաթ օրերը բաժնիպետերի վրա եմ արել, որ ասում է բաժնիպետերից եթե կոչեք, արագ իմ ճանապարհին բռնեցրեք։ Տեսնում եք, թե ոնց էին բաժնիպետերը գրում մարդկանց խնդրում եմ չասեք, խնդրում եմ չասեք, խնդրում եմ չասեք։ Այդ սկզբունքը ես պահել եմ, որտեղ գրել եմ, ու այդպես շարունակելու եմ մինչև։ Չեմ ուզում շատ երկար բաներ ասել։ Եթե շատ ասել եմ, ես ինձ կներեք, որովհետև որ ասում է հայր մեր չի ասում հայրին, այլ աղոթում է բոլորի համար, աղոթողը։ Եթե մի քիչ մեծամիտ եմ եղել, եթե մի քիչ ասել ձայնս բարձր է առողջությունս, ես չգիտեմ ինչ, ինձ կներեք, բոլորից եմ ասում, բոլոր մեր տեխնացուներից, եթե ինչ-որ որևիցը մեկը ինչ-որ բան է զգացել, ինձ ներողամիտ եղեք և ժողովրդին, և տեխնացուներին, և մնացածին։ Շնորհակալություն։